անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատվում է դրանց շուրջ, շուտով նորություններ կլինեն, շուտով, շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, որը որ շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, չասեցի լավ, ասում շուտով կլինի նորություն հետաքրքիր, տեղեկություն կլինի, կարծում եմ որոշ ժամանակ անց ենթադրում եմ, որ մյուս ամիս վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա, դուք հնարավորություն կունենաք օրակարգային ռեալ հարցերից խոսալ, այլ ոչ թե խոհանոցային, այլ ոչ թե բամբասանքային, եւ օրակարգը ձևավորեք։ Ես 20 րոպե աստեղ կանգնած եմ։ Հաջան։ Փաշինյանն ասում է հայրության 50% հիմա ավելի լավ է։ Դրա մասին նախ եւ առաջ դրա մասին խոսում են թվերը, նախ եւ առաջ դրա մասին խոսում են թվերը։ Ակնհայտ է, որ տնտեսական ազատությունները այսօր միանշանակ շատ ավելի մեծ են, մենք դրա մասին խոսացել ենք, այսօր միանշանակ է, որ մեր տնտես վարողները չեն վազվզում եւ հավելավճարներ չեն տալի հարկայինների պետերին, կաշառքներ չեն տալիս, ծանոթներ չունեն վարչապետի անվտանգության ղեկավարության մեջ, իմ անվտանգության աշխատակիցներին չեն ճանաչում եւ այլն, այո, երբ որ տնտեսապես դու ազատ ես, երբ որ դու տնտեսապես ազատ ես, երբ որ հարկայինը քեզ չի, ես բոլորի հարցին պատասխանել եմ։ Երբ որ դու ազատ ես եւ քո տնտեսական գործունեության մեջ ոչ մեկ փայ չի մտնում, իսկ այսօր ոչ մեկ փայ չի մտնում, չէ՞, թե չէ՞ կետա այսօր ընկել եք 66000 դրամանոց բանից։ Ո՞նց է մտնում առաջ։ Յուքոմի պատմությունը գիտեք։ Էլի տենց օրինակներ դրեմ, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ իրանց զավակներ հանկարծ դառնում էին օրինակ Յուքոմի պես ընկերության մեծ ամենափայատերը։ Հետո այդ բայ գնալով հաջան։ Լսի, Նարեկ ջան, բայց այսօր մենք արդեն պետք է պայմանավորված ենք, չէ՞, որ ես քաղաքական գործիչ եմ, դու լրագրող ես, եւ մենք ոչ ես, ոչ դու չենք զբաղվում իրավապահների գործով։ Այո, իրավապահների շատ գործ։ Լսեք, քաղաքական խոստում ունենք, գնանք քաղաքական մեր շահառուին կներկայացնենք, ասենք մինչև 26 թվականը չկատարած խոստումների հետ։ Հայ ջան, բայց հատիկ առ հատիկը գիտես ինչ, լսել ես հատիկ առ հատիկ։ Ինչ է դա։ Մի ավտոտնակ, մի բան, երկնա $5000։ Վերջացրեցիք, մի հատ հեռախոսս տուր։ 5000 դրա ինչ ասեցիր։ Լսել եք թվերը։ Չեք լսել։ Չեք լսել։ Չեք լսել։ Բայց միջև գտնեք մի բան ասեմ։ Հայաստանի Հանրապետության դատախազության 2018-ից 2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամ։ Դա 539 միլիոն 219 հազար ԱՄՆ դոլար է։ 2018 թվական Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել 39 միլիարդ 571 միլիոն 145 հազար դրամ։ Սենց շարունակեմ իջև 2024-ը կարդամ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը վերադարձվել շուրջ 52 միլիարդ 636 միլիոն դրամ, իդեպ այս թվերի մեջ դեռ չկան Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջվող 200 միլիոն դոլարը, որի մասին դեռ տեղեկություն կա, հələ չգիտենք էլ ինչքան բան է բացահայտվել, ես վստահ եմ էլի բացաբաց։